Պարոն Ղալումյան, ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը, արդեն կարծես քարոզարշավը բուն հասարակածը հատել է, ինչ գնահատականներ ունեք։ Ակնհայտ է ժողովրդի կողմից մեծ վստահություն ունենք, դա մեր հանրահավաքների մասնակիցների, երթերի մասնակիցների եւ էներգետիկան եւ քանակապատուցումը դրա վառապատուցն է։ Ես կցանկանայի խոսեիք նաև քաղաքական օպոնենտների, մասնավորապես պրոռուսական ուժերի հայտարարությունների մասին, լինի թե Հայաստան դաշինքի, թե Ուժեղ Հայաստանի եւ թե Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի կողմից հնչող քննադատական հայտարարությունների մասին, որոնք առնչվում են իշխանության։ Ուժեղ Հայաստան կուսակցության մասին չեմ ուզում խոսամ, քանի որ իրանք մասին ինչ պետք է նույնիսկ մի բան ավելացում են եւ ըստեղից արդեն Քոչարյանի կողմից ղեկավարվող դաշինքը, ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի ուժերը, մասնավորապես դաշնակցությունը բոլոր ընտրություններում 90-ական թվականներից այս կողմ խնդիր են ունեցել անցողիկ շեմը ապահովելու, կարծում եմ այս անգամ իրանց դա չի հաջողվելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը քաղաքական ուժ չեմ համարում, դա վկայում է իրենց սատարումը եւ իրանց ղեկավարի դիրքորոշումը, տեսակետները ոչ քաղաքական եմ համարում։ Նաև կցանկանայի խոսեիք ինսայդեր պարբերականի կողմից հրապարակված տեղեկատվության մասին, որտեղ զետեղված էր, որ նույն Սամվել Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների գործակալ։ Իհարկե նրանք այդ ամենը հերքում են, բայց դուք որևէ քաղաքական գնահատական կարող եք տալ այս առնչությամբ։ Բնականաբար չէին կարող հաստատել, ես համոզված եմ եւ իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները համոզված են, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում է բացառապես իր սեփական բիզնեսի հետ կապված ռիսկերը կառավարելու համար։ Քաղաքական առումով Սամվել Կարապետյանը մի տարի առաջ ընդամենը հայտարարել է, որ ինքը քաղաքականության մասնակցելու ցանկություն չունի եւ անմիջապես ցանկություն է հայտնել։ Այստեղ մի խնդիր կա։ Եւ ո՞րն է այդ խնդիրը։ Այդ խնդիրը ես նշեցի, իմ կարծիքով սեփական բիզնեսի հետ կապված ռիսկերի կառավարումն է եւ իսկ այդ ՖՍԲ-ի հետ կապված դրան իրավական գնահատական կտրվի, մասնավորապես նաև իր եղբոր որդու Նարեկի քաղաքացիության հետ կապված, եթե չեմ սխալվում, քրեական գործ է հարուցվել, հետ թողենք իրավապահների գնահատականին։ Նշեցիք Նարեկ Կարապետյանին, իմիջիայլոց այդ Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց պետական ռեեստրում, երբ որ արգելափակվեց նրա մասին տեղեկատվությունը, վերաբացվելուց հետո կարծես այսպես վերախմբագրել էին եւ Ռուսաստանի կողմից արդեն Նարեկ Կարապետյանը հանդես էր գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ ոչ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նշված էր։ Սակայն Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գալուզինն էր հայտարարել, որ Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չի ունեցել։ Ըստ ձեզ նաև Ռուսաստանի Դաշնության այսչափ հետաքրքրվածությունը Կարապետյանների նկատմամբ եւս վկայում է այն մասին, որ նրանք, այսպես ասած, հատուկ գործուղված են Հայաստան։ Ինչ-ինչ նպատակների համար։ Ես այդ գնահատականը չեմ կարող տալ, ընթացքը դրա մասին կասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունիսի 7-ին իրանց վերաբերմունքը կարտահայտեն այն ուժերի նկատմամբ, ովքեր որ դրսից գործուղվել են Հայաստան քաղաքական օրակարգ ստեղծելու համար։ Իմ կարծիքով դա ընտրողի իրավունքն է, հունիսի 7-ին մենք դա կնկատենք, կտնանք։